Բանակում զինծառայողի հերթական ինքնասպանության մասին է հայտնի դառնում այն պահին, երբ Պաշտպանության նախարարը լրագրողներին խոստանում է շարունակել զինուժում քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու գործը։ Ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անեմ։ Ըստ մամուլի այսօր Սիսիանի զորամասում է 37-ամյա սպան վերջ տվել կյանքին։ Ըստ Պաշտպանության նախարարության նախնական տվյալների ծառայության հետ կապ չունեցող պատճառներով է մահացել զինծառայողը։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ վարույթ է նախաձեռնվել, թե ինչ վարույթ է, քննչական կոմիտեն չի մանրամասնում։ Բանակում ինքնասպանությունների, ինքնասպանության հասցնելու ու սպանությունների դեպքերն այսօր իր կառավարության ամենամեծ խնդիրն է անվանել Նիկոլ Փաշինյանը։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Միայն այս տարի բանակում սպանությունների, ինքնասպանությունների ու ինքնասպանության հասցնելու 8 դեպքի մասին էր հայտնի, մինչ 37-ամյա սպայի մահը։ Կիրակի էր Հայաստանը ցնցվել 22-ամյա ժամկետային Էդգար Գևորգի Գևորգյանի մահվան լուրից։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինվորի մարմինը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն գործը քննում է սպանության հոդվածով։ Նյուզեյեմի տեղեկություններով Էդգարն առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Սպանության առաջին ոչ պաշտոնական վարկածը դիրքերում սկսված վիճաբանությունն է։ Իշխանություն լրատվականի տեղեկությամբ դիրքում քնելու շուրջ հայոյախառն խոսակցության պատճառով է սպանվել զինվորը։ Բանակում այդ բարքերի արկայությունը չի հերքում իշխանությունը։ Ես չեմ հեղինակը, որ մարտական դիրքում քնած զինվորը այլևս նրան դիպչել չի կարելի։ Ռազմական փորձագետների կարծիքով դիրքերում զինվորները քնում են, որովհետև անձնակազմը պատշաճ համալրված չէ եւ դիրքապա տղաները չեն հասցնում հանգստանալ։ Փաշինյանն այսօր մի նոր թեզ է մեկնել։ Ըստ նրա զինվորները դիրքում քնում են, որովհետև սրտներն հանգիստ է խաղաղության դարաշրջանում։ Ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարա, եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը բան կլինի, կվտանգվի։ Հիմա գիտեմ, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը։ Փաշինյանի այս թեզը մեծ մանիպուլյացիա է անվանում Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Տաղանդավորագույն մանիպուլյատոր կարող է լինել, երբ որ մարտական հերթապահության ժամանակ խաղաղ պայմաններում զոհերի աղբյուրը համարեց խաղաղությունը։ Բանակային ողբերգական մահերը ԿՊԱ-ականների 8 տարվա անգործության պատճառով են, կարծում են դիմադիր падգամավորը։ Վճռական քայլեր շատ վաղուց պետք է արվեր։ 8 տարի այդ քայլերը որ չեն արել, հիմա այդ ամբողջը գերլարված պայթուն է առաջացնում։ Այսօր է Փաշինյանը ռադիկալ քայլեր խոստացել իր բառերով 1, 2 կամ 6 ամսում բանակային մահերի խնդիրը լուծելու համար։ Պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը պարտավոր են գտնել այս թնջուկի լուծումը եւ կգտնեն այդ թնջուկի լուծումը։ Վերջին 11 օրում 4-րդ զինծառայողի մահվան մասին հայտնի դառնալուց հետո Պաշտպանության նախարարը բացատրություն չունի, թե ինչի պատճառով է այս ինտենսիվությունը։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն։ Պապիկյանը այսօր խորհրդարանում լրագրողներին ներկայացրել է բանակում սպանությունների, ինքնասպանությունների ու ինքնասպանության հասցնելու դեպքերի վիճակագրությունը 90-ականներից մինչև 2025 թվականը։ 20 թվական, 10, 21 թվական, 10, 22 թվական, 8, 23 թվական, 9, 24 թվական, 11, 25 թվական, 2, 26 թվական, 8։ Սա վիճակագրություն էր այն մասին, որ վերջին 1 տասնամյակի ընթացքում այդ թվերը եւ մեծացել են եւ պակասել են։ Հետո հայտնել միայն այդ հանցագործությունների հետևանքով չեն մահանում զինվորները բանակում։ Կարող են լինել օրինակ զորավարժարանում պայթյունի հետևանքով, կարող են լինել հիվանդության հետևանքով, կարող են լինել էլեկտրահարման հետևանքով, կարող են լինել ավտովթարի հետևանքով։ Ըստ Պապիկյանի բանակում ողբերգական հանցագործությունների մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով են լինում, մի մասը քրեական ենթամշակույթի առկայության հետևանքով։ Ինչ արդյունք են տվել նախարարի անակնկալ ստուգայցերը զորամասեր, որոնց մասին Պաշտպանության նախարարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով քարոզչական տեսանյութեր է հրապարակում օգոստոսի 13-ին ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո։ Արդյունավետությունը ես չեմ կարող գնահատել, բայց կարող եմ գնահատել, որ այդ այցերի ընթացքում ես իմանում եմ բաներ, որը զեկույցների ընթացքում վստահաբար չեմ իմանում։ Ինչ ասես իմանում է Պապիկյանը զորքի հետ շփվելիս, բայց իր բառերով առաջին անգամ է իմանում, որ բանակում ինքնասպանությունների ու սպանությունների համար մեղավոր է նաև Պաշտպանության նախարարը։
բայց այն որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։